Հայաստանում մշակվում է կոռուպցիայի դեմ պայքարի նոր մեխանիզմ։ Լրատվամիջոցների իրավական դաշտի համատեղ աշխատանքով կոռուպցիային առնչվող դատավարությունների լուսաբանումից հասարակությունը եւ փոքր միջին բիզնեսում ընդգրկված անձինք տեղեկանալու են հակակոռուպցիոն ռազմավարությանը, որպեսզի կարողանան պաշտպանել իրենց իրավունքները։ Դատավարությունները հիմնականում վերաբերելու են տնտեսվարող սուբյեկտների իրավունքների խախտման դեպքերին։ Կազմակերպիչներն ընտրել են փոքր եւ միջին բիզնեսում տեղգտած խախտումները, քանի որ ըստ նրանց հենց այդտեղ են առավել դրսևորված կոռուպցիոն ռիսկերը։ Այդ ծրագրին իրականացնում է Հասարակայնության հետ կապերի Հայաստանյան ասոցիացիան Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության հակակոռուպցիոն գործողությունների մոբիլիզացիայի ծրագրի աջակցությամբ։ Նախաձեռնությունը միտված է դուրս մղելու կոռուպցիան մեր կյանքից։ Հիմնական թիրախային խումբը, որին ուղղված է այս ծրագիրը, դա մանր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներն են մեր երկրում։ Ինչու՞։ Մեր կարծիքով հենց մանր ու միջին բիզնեսն է, որ հանդիսանում է մեր հանրության զբաղվածության հիմնական ոլորտը։ Մանր եւ միջին բիզնեսն է, որ հիմնականում առնչվում է կոռուպցիոն ռիսկերի հետ պետական համակարգի հետ շփվելու գործընթացներում։ Այդ հակակոռուպցիոն գործընթացները կարծես թե բավականին երկար ժամանակ են տևում մեր երկրում, բայց որքանով որ մենք ասենք, որ շատ հարցեր մեր մենթալիտետից դուրս են, որ մեր հասարակության մեջ հարցերի լուծման հիմնական եղանակը դա փորձել ծանոթ բարեկամ, ընկեր, հարևան, քավոր, բաժանախ եւ այլն կապերի շահագործման միջոցով լուծել, միևնույն է անխուսափելի է, որ ի վերջո մենք գալու ենք քաղաքակիրթ աշխարհում եւ կայացած երկրներում հարցերի լուծման եղանակին, այն է պատշաճ իրավական գործընթացներին դիմելը։